Թեման յուրաքանչյուր բիզնեսի համար այնքանով է կարևոր, որ ժամանակակից աշխարհում ցանկացած բիզնեսի կարելի ասել հաջողության բանալին եւ հիմքը դա բրենդն է։ Ինչու բրենդը, որովհետեւ եթե բիզնեսում կարևոր նախադրյալներ են ֆինանսական միջոցները, ինչպես նաև շենք, շինություն, արտադրություն, ոչ պակաս արժեք է իրանից ներկայացնում յուրաքանչյուր բիզնեսի բրենդը։ Բրենդը շատ գործարարներ ստեղծում են իրենց բրենդը, դրա շուրջ աշխատում, ֆինանսական մեծ միջոցներ են ստեղծում բրենդի զարգացման, մարքեթինգի համար, բայց մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանքի մասին, որ իրավական գրանցում ստացած բրենդն է այն բրենդը, որը ունի բավականին մեծ իրավական ուժ եւ պաշտպանում է ցանկացած ընկերության, այլ ընկերությունների օգտագործումից հնարավոր ինչպես ապրանքային նշանը, այնպես էլ հետագայում իրենց ապրանքատեսակը։ Երկու կարևոր շատ հայտնի օրինակների վրա փորձեմ բացատրել բրենդի կարևորությունը։ Առաջինը դա շատ հայտնի գործ է, որը որ իր հանգուցալուծումը ստացել է այս տարվա սեպտեմբեր ամսին։ Մի քիչ դատական պրակտիկայից շեղում ունենք այս գործի շրջանակներում, առանձնահատուկ գործ է։ Գործը վերաբերվում է Grand Candy եւ Atmartinայի սենդվիչ ապրանքան նշանին։ Սենդվիչ ապրանքան նշանը, որը որ հանրահայտ է, հայտնի է բոլորիս, այդ հանգամանքով պայմանավորված Grand Candy ընկերությունը չի գրանցել որպես իրեն ապրանքային նշան։ Հաջորդին ունենք Atmartinայի օրինակը, որտեղ որ Atmartinեն դիմել էր մտավոր սեփականության գործակալություն իր ապրանքատեսակը գրանցելու համար։ Միևնույն ժամանակ Grand Candy-ն բողոք էր ներկայացրել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար։ Ինչ ունենք այստեղ, ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարվելուց հետո, այսինքն մտավոր սեփականության գործակալությունը մերժել էր գրանցումն իրականացնելը։ Միևնույն ժամանակ Grand Candy-ն դիմել էր նաև տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ուսումնասիրություն իրականացնելու համար։ Այստեղ անակնկալ ձևով Grand Candy-ի դիմումը մերժվել էր։ Եվ Grand Candy ընկերությունը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան այս ժամանակահատվածում 2021 թվականից սկսած գումարի բռնագանձման պահանջով վնասների փոխհատուցման, ինչպես նաև հետագայում Atmartinայի գործունեությունը դադարեցնելու համար։ Իր հերթին Atmartinան դիմել էր վարչական դատարան ապրանքային նշանը գրանցելու համար։ Ինչ ունենք այստեղ, ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ վարչական դատարանի առաջին ատյանը բավարարում է հայցը եւ պարտավորեցնում մտավոր սեփականության գործակալությունը գրանցել Atmartinա բրենդը, նշելով, որ չունենք ուղղակիորեն ապրանքային նշանների միջև նույնացում։ Այստեղ բառը միայն սենդվիչն է, որը որ խնդիր չի առաջացնում։ Հաջորդիվ, իհարկե Grand Candy-ն չհամաձայնելով դատական ակտի հետ ներկայացնում է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքի արդյունքում դատարանը այս անգամ ի օգուտ կայացնում է որոշումը Grand Candy-ի, ասելով, որ կարիք չկա ապրանքային նշանների նույնացման հետ կապված հարցերը քննարկելու, քանի որ ունենք հանրահայտ բրենդ։ Այդ հանրահայտ լինելու հանգամանքը բավական է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար։ Այսքանով էլ գործը չի ավարտվում, ունենում ենք նաև Atmartinայի կողմից վճռաբեկ դատարանի բողոք։ Վճռաբեկ դատարանը անակնկալ կարգով բավարարում է Atmartinայի բողոքը, ասելով, որ հանրահայտ լինելը դա օգուտ է տալիս միայն հանրահայտ բրենդին, այսինքն օժանդակող հանգամանք կարող է հանդիսանալ, բայց միանշանակ ասել, որ ապրանքային նշանները նույնն են ու դրա հիմքով չգրանցել, դա սխալ է։ Այսինքն այստեղ վճռաբեկ դատարանը, եթե նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումներում ասում էր, որ հանրահայտ լինելը արդեն բավական է ապրանքային նշանի մյուս իրավատիրոջ կողմից չգրանցելու հանգամանքը, այստեղ հակառակ որոշում է տվել հանրահայտ լինելը դա օժանդակող գործողություն դիտարկելով, այլ ոչ թե հիմնական ապրանքը չգրանցելու հիմք հանդիսանալ։ Հետաքրքրությունը կայանում էր դրանում, որ ունենք նոր դատական ակտ հետագայում նմանատիպ գործերի կիրառման համար։ Այստեղ կարևոր նախապայմանը առհասարակ այս գործի նրանում է,
որ Ադմարտինայի պարագայում ունեցանք հսկայական ֆինանսական միջոցների խնայողություն կոպիտ ասած, որովհետև եթե արդյունքում արգելվեր ապրանքային նշանի գրանցումը, քաղաքացի շրջանակներում արդեն բավականին մեծ ֆինանսական միջոցների կորուստ ունենայինք, ինչպես նաև ապրանքային նշանի ռեբրենդինգ, որը էլի հսկայական ֆինանսական միջոցների հետ է կապված։ Մի հատ ևս մեկ օրինակ։ Կարծում եմ երկու բրենդներն էլ մեծամասնությանը հայտնի է։ Այստեղ նույնպես ունենք շատ հետաքրքիր իրավիճակ, Կարաս բրենդը և Զորա Կարասի բրենդը։ Ինչու՞մ էր կայանում այս գործի առանձնահատկությունը, որ ամբողջ դատական պրոցեսում առհասարակ դատական գործի շրջանակներում այստեղ վիճարկվում էր Կարաս արտահայտությունը, որ Կարաս բրենդը էլի նույն հայցով դատարան հայց էր ներկայացրել։ Երկուսն էլ գրանցված ընկերություններ են, այսինքն երկուսի ապրանքային նշանը ի սկզբանե գրանցվել է ընդամենը մի քանի ամիսների տարբերությամբ։ Առաջին ապրանքային նշանի գրանցողը եղել է Կարաս բրենդը, հետո արդեն Զորա Կարասի բրենդը։ Զորա Կարասի դեպքում Զտարը ու Կարասի պլյուս ինքը ունի 2010 թվական, որը որ իր ապրանքային նշանի հետ օգտագործվում է, եւ վերջում Զորա անվանումը։ Այստեղ ինչ ունեինք, որ Կարաս ընկերությունը ապրանքային նշանի արդեն վիզուալ արտաքին տեսքի հետ կապված խնդիր էր ներկայացնում, որ ապրանքային առհասարակ երկու ապրանքային նշանները իրենց շփոթության աստիճան նման են։ Եվ այստեղ ունեինք գործի հիմնական մեխը որպես այդպիսին, այն փորձաքննությունն էր եւ հարցումներն էր, որը որ տվեց դրական արդյունք նաեւ ապրանքների փորձաքննության, այսինքն հարցումների միջոցով, ինչպես վաճառք իրականացնող անձանց շրջանակներում, այնպես էլ սպառողների շրջանակներում ապրանքը ինքը ամբողջությամբ նույնականացվել էր։ Անգամ վաճառողները, այսինքն հիմնական իհարկե սեփականատերերը չէ, այսինքն աշխատակիցները դասել էին Զորա Կարասին, Կարաս բրենդի եւս մեկ մոդել, այսինքն դրանով պայմանավորված հարցումների գրեթե 80%-ը ցույց էր տվել, որ անձինք նմանեցնում են, այսինքն շփոթում են նույն ապրանքները, այստեղ ունեին դրանով պայմանավորված խնդիր, ուստի դատարանը միանշանակ այս հարցումներն է նաև հիմք ընդունելով, ինչպես նաև արտաքին վիզուալ տվյալները, գտել էր, որ այո, Զորա Կարասի պարագայում այստեղ ունենք ապրանքային նշանի խախտում եւ ապրանքային նշանման գրանցման հայտը չեղարկել էր։ Իհարկե այստեղ էլ ունենք մինչև վճռաբեկ դատարան էլի հայցեր ներկայացված, բայց առաջին Ատյանի դատարանի ակտը մինչև վերջ, այսինքն մինչև վճռաբեկ դատարանում պահպանվել էր առանց փոփոխության։ Սա էլ խոսում էր նրա մասին, որ Կարաս բրենդը ավելի շուտ էր իր հայտը ներկայացրել, քան Զորա Կարասին։ Այսքանը։